Ողջույն, Բուն TV-ի եթերում սպորտ պոդքասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Հերթական թողարկումը ու հերթական անգամը, երբ ես ստիպված եմ թողարկումը սկսել ցավալի կորստյան մասին լուրով, որը ուղղակիորեն կապ ունի սպորտային աշխարհի հետ եւ արդեն որրորդ անգամ կապ ունի ֆուտբոլային համայնքի հետ։ Այս անգամ ֆուտբոլային համայնքը զրկվեց հայկական սպորտային ու հատկապես ֆուտբոլային աշխարհի մեծագույն անուններից մեկից, լեգենդից, Նիկիտա Սիմոնյանը կյանքից հեռացավ, կյանքի 100-րդ տարին էր նա արդեն սկսել, հոկտեմբերին լրացավ նրա 99-ամյակը, բայց որքանով որ հիմա տեղեկությունները լրացվում են, նրա ընտանիքին մոտ գտնվող անձանց կողմից հայտնի ինֆորմացիայի հիման վրա այնպիսի պատկեր է ստացվում, որ օրեր առաջ նոյեմբերի 20-ին նա վատառողջ էր, մի փոքր իրեն վատ էր զգացել, նրան հոսպիտալացրել էին եւ արդեն փաստացի նոյեմբերի 23-ին ուշ երեկոյան հայտնել էին ընտանիքի ներկայացուցիչներին, որ կյանքից հեռացել է Նիկիտա Սիմոնյանը։ Ճիշտ ասած, երեկ ուշ երեկոյան, երբ այդ տեղեկությունը հայտնվեց հատկապես ռուսական մեդիայի առաջին գլխավոր էջերում, ես մի անգամից մտածեցի, թե որքան կարող է այսպես շարունակվել ամեն անգամ եթերից մեկ օր առաջ ինչ-որ մի բան է տեղի ունենում, որը գլխիվայր շրջում է ամբողջ հաղորդման թողարկման տրամաբանությունը, բայց դա մի խնդիր է, որից չես կարող փախչել, մի իրականություն, որը քեզ հետ ընդհանրապես կապ չունի, դու պարզապես ստիպված ես հաշվի նստել ու ես պարզապես իմ ապրումները, եթե փորձեմ ներկայացնել, դժվար է ինչ-որ մի թողարկում սկսել, երբ թողարկմանդ առաջին տողերը լինելու են Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին։ Իդեպ իմ պարզապես կարիերայում հեռուստաեթերային սա առաջին դեպքը չէ, ցավոք սրտի ուղիղ եթեր եմ անգամ ունեցել, երբ ուղիղ եթերում գործընկերս հայտնեց Շարլ Ազնավուրի մահվան մասին եւ հետո ես ստիպված էի շարունակել արդեն սպորտային նորություններով եւ դա իմ ամենադժվար եթերներից էր։ Այս անգամ ես մի ամբողջ գիշեր ունեի պատրաստվելու համար եւ մեկ բան հասկացա, որ գիտեք, ամեն մի մեծ մարդու հետևից, երբ նրան ճանապարհում են, ընդունված է ասել, որ հեռացած մարդու մասին կամ լավը կամ ոչինչ, բայց Նիկիտա Սիմոնյանը այն դեպքերից էր, երբ բացասական բան նրա մասին ասելն ու պետքա մարդիկ փորձեն գտնել նմանը, որը իրոք չկա։ Այսինքն ինքը այդ առումով էլ բացառիկ կերպար է եղել, ես երբևիցե որևէ ֆիլմում, հուշագրությունում, մեմուարներում, որ առնչվել է Արարատին, հայկական ֆուտբոլին, սովետական ֆուտբոլին, ես երբևիցե որևէ թթու հեգնական, կիսա լուրջ, անլուրջ որևէ դիտարկում նրա մասին չեմ կարդացել, միշտ ինչ-որ պարծանքով, մեծարանքով են խոսել, անգամ ի դեպ ասեմ, որ 60-ականների կեսերով թվագրվող որոշ թերթի համարներ են իմ ձեռքում եղել եւ քիչ անց կպատմեմ, թե ինչից դրդված եմ այդ թվականների թերթերը ընթերցել։ Տողատակերում ընթերցվում էր մեկ այլ միտք, որ երևի թե կա խնդիր, որը այս մարդու հետ, այս անձի հետ պարզապես չի կարող կապված լինել։ Եվ ըստ էության, անգամ եթե այդ խնդիրը նրա շուրջ, նրա թիմի, նրա գլխավորած թիմի շուրջ կամ Սպարտակի կամ սովետական միության ֆուտբոլի հավաքականի հետ որևէ կերպ առնչվել է, մշտապես նա եղել է այն դիրքում, որ մի վարքյան Նիկիտա Սիմոնյանը մի կողմ, բայց խնդիրը փնտրենք այստեղ։ Ես չգիտեմ նման մարդիկ ինչ պարբերականությամբ են ծնվում, հայտնվում աշխարհում, բայց այո, կան նմանները, ովքեր որ պարզապես իրենց կյանքը իդեալական օրինակելի էտալոնային օրինակի պես են ապրում
Եվ ես կցանկանայի, որ շատ ֆուտբոլիստներ, սպորտսմեններ, ատլետներ հեռավոր, բայց նրան նմանություն ունենային։ Հարազատության ինչ որ գործոն կա եւ ես կցանկանամ պարզապես հաղորդավարից, ոդքասթ վարողից վերածվել մի մարդու, ում բախտ է վիճակվել ինչ որ մի բան անել նրան նվիրված եւ բախտ է վիճակվել նրա հետ նաեւ մտերմիկ ու երկար զրուցել։ Ու կցանկանամ պարզապես մեծարանքի խոսքերից զատ, որը վստահ եմ շատ եք տեսել հեռուստաեթերներում, մանավանդ այդ Vox Pop-երի ժամանակ, երբ որ հարցնում են մեծ հայերից մեկի անունը տալով Արամ Խաչատուրյանի մասին ինչ գիտես, եւ պարզապես կարա ինչ որ Մագդիր Մակբայեր շարադրի, որոնք որ ոչինչ նրա մասին չեն ասում, այո, նա մեծ հայ էր, նվիրյալ ազգի, հայ ժողովուրդը նրանով պարծենում է եւ փաստացի ոչինչ չի ասում այդ մարդու մասին։ Ես այդպիսի տողեր պարզապես չեմ ցանկանում ասել, այս նախաբանը թող լինի որպես այդպիսին, եթե նմանները կան, պարզապես ցանկանում են մեծարանքի խոսքեր լսել, բայց այս դեպքում իմ փորձառությունը կցանկանամ նրա հետ շփման պատմել, իսկ այդ դեպքը միայն եւ միայն այդ մեծանուն մարդու մասին հիմա հետգրությամբ միայն ժպիտ է, որից պարգևում է ուրախություն, որ պատիվ եմ ունեցել այդուհանդերձ կյանքի ինչ-որ մի փուլում նրա հետ կապ ունենալ, հեռավոր արդեն հիմա ինձ թվում է այդպես 2013 թվականին ես նոր գործի տեղ երբ ընդունվեցի, Իմեդիա լրատվականը ինքը իրենց շատ ազատական լրատվական շուկայում փորձում էր ինքնատիպ պահել, այդպես էլ մենք իդեպ աշխատում էինք, այն կարծրացած եւ հստակ ռամկաների մեջ աշխատող լրատվականների շարքում մենք առանձնանում էինք հատկապես ինձ համար, որ ես եկել էի պետական լրատվական գործակալությունից, Armenpress-ից, ինձ համար Իմեդիան մի ամբողջ sense ինչ որ հնարավորությունների դաշտ էր, տեսնելով որ պարզապես այստեղ սպորտի մասին գրող չկա, առաջարկեցի սեփականատիրոջը, շատ մոտ ընկերոջս, որ սպորտի բաժին պետք է ունենալ մանավանդ եթե 2013-ը դա մի տարի է, որը 40-ամյակն է Արարատի հաջողության եւ այդ շարքի իդեպ մենք Արարատի մասին շատ ֆանտաստիկ շարք արեցինք, հրապարակելով բոլոր հանդիպումների մասին, հա, այդ մրցաշրջանի հանդիպումների մասին հրապարակումներ հենց այն օրերը, երբ այդ հանդիպումները տեղի ունեցել, այսինքն պատկերացրեք մի ամբողջ տարի, այսօրը 40 տարի առաջ մեկնարկեց մրցաշրջանը, առաջին հանդիպումը, ինչպես ընթացավ հանդիպումը, այդ բոլոր մանրամասները վերականգնեցինք այդ տարիների, այդ օրերի թերթերի հրապարակումներից մեջբերումներով, հետաքրքիր մտքերով, նաև եղան ռեպորտաժներ, իսկ այդ ամենը զարդարեց մի ֆանտաստիկ հարցազրույց, որը ես ու գործընկերս Նիկոլայ Թորոսյանն արեցինք հենց Նիկիտա Սիմոնյանի հետ, այն ժամանակ էլ ու մինչև վերջին օրը նա աշխատել է Ռուսաստանի ֆուտբոլի միությունում, ֆուտբոլային միությունում այդ տարիներին, երբ արդեն 80-անց մարդ էր, մենք զանգահարում ենք Ռուսաստանի ֆուտբոլային միությունից անընդհատ մեզ պատասխանում են, գիտեք, նա գործուղման է դուրս եկել եւ գնացել է Սամարա, Սարանսկում է, Վլադիմիր քաղաքում է, մեկ շաբաթ մնալու է այնտեղ, ինչ որ ենթակառուցվածքներ նայի, 90 տարեկան մարդը գնացել է գործուղման, գիտեք, նա վերադառնալու է, գնալու է աչքի վիրահատության, հետո կգա ու կգնա այս մյուս քաղաք, լավ, երբ զանգահարել, գիտեք, նա միշտ առանձնահատուկ է վերաբերվում, երբ զանգում են Երևանից, Հայաստանից, ես իրան կփոխանցեմ, վստահ էի, որ ինչ փոխանցել, ինչ բան հսկայական կայսրության մայրաքաղաքի ու իրենց ֆուտբոլային կենտրոն ես զանգահարել, ինչի տեղ են քեզ դնելու, ոչ մի բանի, ոչ էլ փոխանցելու են եւ մեյլս են խնդրում, մեյլի նամակ է գալիս, որ Նիկիտա Սիմոնյանի էկրանին տես երկու հատ թուղթ է կպցրած, որ պետք է անպայման զանգել ու հարցազրույց տալ, ու ես հասկացա, որ իրոք այդ մարդը 90 տարեկանում աշխատում էր, այդ ձև աշխատում էր, մշտապես իր աշխատասենյակում տրված ամբողջ կյանքով ֆուտբոլին, սիրում էր մինչև վերջ, իր խորհրդականը իր դիմաց
ով բանից պարզվում է հետո մեկ այլ հարցազրույցում պարբերաբար ասում էր «Սիրելի Նիկիտա, վերջ երևի ամեն ինչ արել ենք։ Չէ, հələ էլի մի հատ էլ բան կար, վաղվա վրա արի չթողնենք»։ Ու էլի շարունակում էր աշխատել։ Եվ օրերից մի օր վերջապես ինձ զանգահարում են, ասում են եթե հնարավորություն ունեք 2 ժամից զանգեք, գիտեք։ Ես շատ արագ վերադառնում եմ խմբագրություն, խմբագրին ասում որ շուտ արի պետքա հենց հիմա զանգենք։ Պարզապես այլ տարբերակ չկա։ Այդ մարդը վերջապես եկել է աշխատանքի ազատ է, որ մեզ հարցազրույց տա երախսով։ Զանգահարում ենք առաջին զանգերը գնում են, մենք ձեզ կապում ենք Նիկիտա Սիմոնյանի հետ։ Նիկիտա Պավլիչ հեսա կպատասխանի։ Մեկը պատասխանում է շատ առույգ, զվարթ ձայնով. Алло, здрасте։ Վստահ եմ, որ դա սխալ մարդու են ինձ կապել եւ հա, լավ, երևի սխալ համարով միացրեցին, անջատում եմ։ Դա մի հատ էլ կզանգենք։ Զանգում եմ, ասում են երևի կապերը ընդհատվեց, հա, ասում եմ, հա, այո։ Բայց մտքից մեջ հիշելով, որ դուք սխալ մարդու եք ինձ կապել, ինչի մասին է խոսքը։ Նորից զանգում են նույն առողջությամբ, նույն ուրախությամբ, նույն զվարթ ձայնով. Алло, здрасте, բարև ձեզ։ Ես հասկանում եմ, որ այդ առույգ երիտասարդի ձայնով մարդը Նիկիտա Սիմոնյանն է, ասենց մի բան մտքիս մեջ գրողը տանի, ես այդ մարդը ինձ պատասխանեց ողջունեց, ես պարզապես լսափողը դրեցի։ Երկար զրուցել ենք, շատ հաճելի, եւ ճիշտ ասած հուզմունքս այդ նաեւ այդ նախաբանը, որը պատմեցի, ստիպեց ինձ, որ ընթացքում մի տեսակ հարցազրույցի ոչ թե թելը կորցնեմ, այլ մարդը շատ ջերմ խոսում է ու ես հասկանում որ ես չեմ կարողանում տրամադրվել այդ հարցազրույցի ամեն կետը, ամեն ինչ հարցնել, իսկ նրա պատասխաններից շարունակել ու ընթացքում խնդրում եմ պարզապես խմբագրիս, ասում եմ, էսի նշումներս են, խնդրում եմ, կարդա, շարունակի հարցազրույցը, ես պարզապես մի կողմում գլուխս բռնած ուրախությունից լսում եմ, թե ոնց է գործընկերը շարունակում հարցազրույցը։ Այդ ընթացքում մի հատ միտք փայլատակեց ու ես ուրախ եմ, որ դա արել եմ։ Ես հեռախոսից վրայի դիկտաֆոնը միացրեցի բարձրախոսը եւ ասացի, որ սենց ես ուզում եմ նրա ձայնը ձայնագրեմ, թե ոնց ենք մենք նրա հետ զրույցում։ Եվ թե ինչպես ենք մենք զրուցում, այդ ձայնագրությունը ես մինչև որս պահել եմ։ Ու այս իմ ոդքասթի ընթացքում մի փոքրիկ հատված վերջից, երբ որ խոսում ենք նրա մասին, нրա առողջականի վիրահատության մասին, ես առաջարկում եմ ձեզ ունկնդրել։ Спасибо вам большое, Никита Павлович, за интервью и здоровья вам. Да, пожалуйста. Всем большой привет. Спасибо большое. По Армении. Спасибо большое вам тоже. Мы вас очень любим, мы ценим, мы очень сильно вами гордимся и всегда вас вспоминаем. Спасибо. Всего доброго, Никита Павлович. Да, до свидания. Նրան հաջողություն ու առողջություն մաղթեցինք եւ հասկանալի է, որ այլ բան չես էլ կարող ասել, այլ բան չես էլ կարող անել։ Նա առողջ ու երջանիկ է վստահ եմ ապրել այս ընթացքում իր ընտանիքի հետ եւ մահացել որպես ազատ ինքնուրույն աշխատասեր մարդ, ով թե հայկական ֆուտբոլում, թե հատկապես սովետական խորհրդային ֆուտբոլի անթոլոգիայում այնպիսի անուն ունի, որի հետ շատ քչերը կարող են անգամ մոտավորապես ոտ գցել։ Ես մի քանի պարզապես տվյալ ասեմ, փաստ ասեմ իր մասին, որպեսզի հասկանաք նրա մեծության մակարդակը հսկայական կայսրության շրջանակներում, հա, պարզապես 56 թվականին նա դարձել է խորհրդային միության ֆուտբոլի հավաքականի հետ միասին Մելբուրնում ոսկե մեդալակիր, այսինքն հայ մարդիկ ում մենք միշտ մեծարում ենք օլիմպիական ոսկի նվաճելու համար, շատերը չգիտեն, որ Նիկիտա Սիմոնյանը ոսկե մեդալակիր է։ Ֆուտբոլում թիմային մարզաձևում մենք միշտ խոսում ենք մարմնամարզություն, ծանրամարդ, ըմբշամարդ, բայց մենք թիմային մարզաձևում հայ ներկայացուցիչ ունենք, ով ոսկե մեդալակիր է։ Նա առաջին ֆուտբոլիստն է, որ խորհրդային միության կազմում խփել է առաջին գոլը խորհրդային միության աշխարհի առաջնություններում 58 թվականին էր դա արդեն։ Իդեպ նա
առաջին գնդակը խորհրդային միության ֆուտբոլի պատմության աշխարհի առաջնություններում, հա, խփել է անգլիացիների դարպասը։ Անգլիացիների դարպասը ֆուտբոլի հայրենիքի հավաքականի դարպասն է խփել 13-րդ րոպեին։ Դա արդեն 2 տարի անց օլիմպիական ոսկուց հետո 58 թվականին։ Դրանից զատ նա 30 տարեկանը նոր բոլորած արդեն մարշական կարիերա է սկսում։ Եթե չեմ սխալվում, նա 33 տարեկան էր, երբ գլխավորում է Սպարտակ արդեն որպես մարզիչ։ Նա հասցնում է մեծագույն հաջողությունների ու արդեն բազմաթիվ տիտղոսներ նվաճած գալիս Արարատի հետ դառնում էլի սովետական միության չեմպիոն ու ոչ միայն չեմպիոն, այլ նաև գավաթակիր, ոսկե դուբլը հենց դրա մասին է։ Ոչ բոլոր ակումբներն են իրենց պատմության ընթացքում, որ նվաճել են այդ երկու տիտղոսներ։ Եվ իհարկե Մոսկվայի Սպարտակը առանձնահատուկ կապ ունի Նիկիտա Սիմոնյանի հետ, քանի որ նա ոչ միայն մեծ գոլահար էր, մեծագույն հաղթանակների կերտողը, այլ նաև օրինակ նրա հաշվին կա 11 հետ-տրիկ։ Ամենակարևոր տիտղոսների մեծ մասը հենց Սպարտակը նաև նվաճել է Նիկիտա Սիմոնյանի հետ միասին ու նրա գլխավորությամբ։ Մարդը, որ գիտեք, համաշխարհային ֆուտբոլում տենց մի գործոն կա, որ ֆուտբոլիստը ոչ միշտ է, որ կարողանում է նաև հոգեբանորեն եւ նրա էգոն կարողանում է տեղավորվել այն իրականությունում, որը պարտադրում է մարզիչը։ Իսկ ֆուտբոլիստը, որը մեծ գոլահար է, մեծ անունով, որը միշտ եղել է թիմի կենտրոնում, շատ հաճախ մարզչի գործառույթները իր վրա կրելիս զգում է լրացուցիչ ծանրաբեռնվածություն այդ տեսանկյունից, քանի որ մարզիչը այստեղ մեծ հաշվով պետք է ստորադասվի միաժամանակ իր վրա կրելով ավելի մեծ պատասխանատվություն ու մեծ հաշվով իր վրա տանելով բոլոր անհաջողությունների բեռը։ Փաստացի նա կարողացավ ճկվել կամ այն աստիճան լավ մասնագետ էր, որ կարողացավ շատ արագ վերափոխվել, շատ երիտասարդ տարիքում։ Իդեպ ունենալով շատ իմաստուն մարդու հայացք, կեցվածք, պարզապես նրա երիտասարդ տարիների վիդեոները, եթե նայեք այդ շրջանի, հասկանում ես, որ այս մարդը ոնց որ 3 կյանք արդեն ապրել է ու այդ իմացականը պահել, հիշել, այս մի կյանքը նորից ծնվել է, բայց չի կորցրել կյանքի իմաստությունը, մարդկանց հետ շփման որակները։ Սուրեն Բաղդասյանը մի ֆանտաստիկ միտք ունի մարզիչների վերաբերյալ, որը իդեպ մեկ այլ ինձ ու Նիկիտա Սիմոնյանին կապող թեմայով, որի մասին էլի կխոսենք, այդտեղ հենց արտահայտել է այդ միտքը, մարզիչները երկու տիպի են, կան դիկտատորներ եւ դեմոկրատներ, դիկտատորները շատ են եւ հայկական ֆուտբոլի էությունը ավելի շատ հենց կապում է հաջողությունների տեսանկյունից ու արդյոք մեզ պետք են դիկտատորներ թե դեմոկրատներ ֆուտբոլում որպես մարզիչ, նա ընդգծել է, որ մեզ երևի թե ավելի շատ դիկտատորներն են ավելի ճիշտ, հարմարավետ, նրա խոսքերը ուղիղ չեմ ցանկանում մեջ բերել, կասեմ թե հետո ոնց նայեք, որպեսզի նրա ուղիղ խոսքը ավելի պարզ լինի, բայց ես փորձում եմ ավելի մանրամասն բացատրել եւ բացառություն որպես բերեց դեմոկրատ Նիկիտա Սիմոնյանի դեպքը, որը փաստացի լինելով բացառություն, հա, այդ շարքում, իդեպ նախկինում էլ մեծ հաջողություններ ունեցել են Սուրեն Բաղդասյանի կիրառած տերմինով դիկտատոր մարզիչները, եւ ահա մեծագույն փայլը հայկական ֆուտբոլը ապրում է դեմոկրատ մարզչի, հայ մարզչի գլխավորությամբ եւ դրանից առաջ արդեն ձևավորված կորիզը Արարատում, որը որ կար, որ արդեն հավակնում էր մեծ հաջողությունների, ինչպես նա է նկատում երևի թե այդ բարձրագույն կետին հասնելու համար պետք էր հայ մարզիչ եւ ես եկա։ Մեկ մրցաշրջան աշխատելուց հետո նա ինչ որ գշտություն է, ինչ որ խնդիր է պատահում այդտեղ, որը որոշակիորեն բարձաբանվում է, ահա հիմա արդեն կպատմեմ, երկրորդ մի դիպվածում, որը ինձ նրա հետ կապում է, դա առաջին ալիքում իմ աշխատանքի ընթացքում ֆիլմաշար էր «Հաղթանակ կերտողները», որը մեծ սիրով ես արել եմ,
Եվ առաջին էպիզոդներից մեկը ֆիլմաշարի նվիրված էր հենց Նիկիտա Սիմոնյանին, նրա հետ արդեն հարցազրույց 2017 թվականն էր դա արդեն եւ այնտեղ նա 91 տարեկան էր այդ ժամանակ, այո, այդ ժամանակ 16-ին լրացել էր նրա 91-ամյակը, 17-ին մենք նկարեցինք այդ ֆիլմը, 18-ին գնաց եթեր։ Եվ Նիկիտա Սիմոնյանի մասին պատմող այդ ֆիլմը չեմ ասի, որ ամենահանճարեղն է, որը նրա կենսագրականի մասին պատողների շարքում կարելի է թվարկել, բայց այն հաջողված է, կարծում եմ։ Ամբողջ ստեղծագործական թիմը աշխատեց այնպես, ինչպես սեփական մեծ ու շատ հաճելի անձնական կապ ունեցող մի ֆանտաստիկ մարդու հետ ու իր մասին է աշխատում եւ այդ զգացումը շատերի դեպքում չի եղել։ Այո, դու հասկանում ես մեծ մարզիկի մասին ես խոսում։ Նրա հետ անգամ շփվում ես, բայց կա ինչ որ անջրպետ, որը հաճախ քեզ բաժանում է։ Հնարավոր է անգամ, գիտեք, հենց ինքը մեծ մարզիկ այնպես է անում, որ այդուհանդերձ մնա այդ տարածությունը։ Դա ի դեպ հասկանալի է, ես որևէ մեկին չեմ ցանկանում վատաբանել, բայց այն մտերմությունը, որը որ եղել է քեզանից մի քանի տասնամյակ ավելի մեծ մարդու հետ շփում, նրա հարցազրույցը կտրատելիս հետո արդեն մոնտաժի ընթացքում պարզապես հասկացա, որ ամենահաճելի երբևիցե իմ արած ֆիլմերից մեկն է լինելու, որի մասին ես կուզենայի, որ շատ խոսվեր։ Դա այն ժամանակ իմ մտքերից մեկն էր եւ ցավոք ստացվում է այսօր, որ միակ առիթը այսքան տարիներ անց 2018 թվականից հետո ես չեմ հիշի, որ այդ ֆիլմաշարի հենց այդ ֆիլմի մասին խոսելու այլ առիթ ունեցել եմ։ Ամբողջ ֆիլմաշարի մասին այո խոսել ենք, բայց առանձին որ Նիկիտա Սիմոնյանի ֆիլմը, էպիզոդը խորհուրդ տայի, չէ, ցավոք սրտի առիթը ներկայացավ հիմա, երբ նա արդեն մեզ հետ չէ։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս այն նայել YouTube-ում արդեն մեր այս հրապարակման տակը կկցեմ լինքը YouTube-ում բարձր որակով կարող եք նայել առաջին ալիքի պաշտոնական էջում եւ տիտրերում էլ որպես խմբագիր տեսնել իմ անունը։ Շնորհակալ եմ դեպ այդ հնարավորության համար այն բոլոր գործընկերներից, ովքեր որ հսկայական ամակ ունեն այդ ֆիլմի ստեղծման գործում։ Շատ ուրախ եմ, որ փոքրիկ այդ հիշատակը նրա մասին նաեւ իմ ձեռքի տակով է անցել։ Во время геноцида уже они бежали, обосновались в городе Армавире, это Краснодарский край. Там я родился, но мне было всего 4 года, когда родители переехали в Абхазию. Отец знать не хотел, что такое футбол, и я получал от него, потому что тогда спортивным инвентарем не то, что сейчас. Вот. А пришлось рвать и ботинки, и прочее. Надо было покупать новые. Поэтому просто я получал от него. Да, с криком, когда ты бросишь эту хулиганскую игру. Но футбольный мяч оказался сильнее. Ասում եմ դժվարությամբ եմ տրամադրվել այսօրվա առասարակ եթերին, հաշվի առնելով նման կորուստը, նման մարդու հեռանալը մեզնից եւ վստահ եմ, որ մենք պարտավոր ենք, պարզապես մեր սերունդը, ավելի երիտասարդ սերունդը պարտավոր է նման մարդկանց մասին հիշատակը բարձր ու կենսունակ պահել, որպեսզի հաջորդ սերունդներն էլ ոչ թե պարզապես իմանան, անգամ եթե կարդան, մտածեն դե ով է դի 50-ականներին, 60-ականներին ինչ որ ֆուտբոլ է դի այն ժամանակ, ինչի է նման եղել առասարակ այդ տարիների ֆուտբոլը, չէ, իսկական ֆուտբոլային մեծություններ են եղել, նրան համեմատել են աշխարհի ամենալավ ֆուտբոլիստների հետ եւ արժանիորեն նա եղել է նմանների թվում։
Այս կանա թերևս հայկական ֆուտբոլի մեծագույն կորստի մասին մարդու ու անունը ուղղակիորեն կապված է մեր ֆուտբոլի ամենամեծ հաջողությունների հետ, որի հետ մինչև հիմա փորձում ենք համեմատել մեր ներկայիս իրականությունը, մարդ ով ստեղծել է մի փառահեղ գեղեցկության սար, կտավ, ինչ ասեմ, ճարտարապետական հուշարձան, այո, որի հետ այդ մարզաձևում բոլորին փորձում են համեմատել։ Ինքներդ գիտեք, որ այդ Արարատ 73 երևույթը դեպքը պատահած հայկական ֆուտբոլում մինչև հիմա դարձել է արդեն ֆուտբոլին հավասարազոր ինչ-որ տերմին։ Հավաքականը խաղում է այնպես, ինչպես նմանվում են նրանք Արարատի տղաներին, խաղում են այդ ոճով, նրանց տեխնիկան, ամեն ինչ համեմատում են, անգամ մեր ֆուտբոլի մասին երբ խոսում են այն հիշողությունների հետ համեմատությունների շրջանակներում, որը հնարավոր է հենց իրենք են մեկնաբանները տեսել կամ նրանց հայրերն ու ծնողներն են պատմել կամ որոշները, ովքեր որ ավելի պրպտող են եղել, նայել են որոշ կադրեր Արարատի խաղից։ Եվ այդ ամենի հիմքում կանգնած է ընդամենը մեկ մարդ, մեկ անուն, Նիկիտա Սիմոնյան։ Ոյ, դժվար էս եթերի ամբողջ մի այս հատվածը նվիրել եմ նրան արժանիորեն եւ այլևս ասելիք չունեմ։ Շարունակենք մեր եթերը։ Շարունակենք հայկական ֆուտբոլի մասին խոսել եւ տեղափոխվենք գանք երևի թե Հայաստանի առաջնություն Fastex Premier League-ա, հասկանում եմ նախորդ թեմայից հետո նման անցում անգամ իմ համար մի քիչ դժվար կտրվի, բայց դե ինչ արած, դա այն է ինչ մենք ունենք եւ ֆուտբոլը առասարակ պետք է սիրել, քանի որ ֆուտբոլը մի բան է, որը ոչ թե խաղում են, այլ ապրում են։ Եվ հայկական ֆուտբոլի այն իրականությունը, որ նախկինում է եղել է ու կա հիմա, համեմատությունների մեջ դնելն իր հերթին դժվար է, այլ իրականություններ մեծ կայսրության մաս է, իսկ հիմա ինքնուրույն անկախ հանրապետության շատ ավելի համեստ առաջնության ներկայացուցիչ եւ այդ համեստությունը եւս պետք է սիրել։ Եվ մեր առաջնությունը 10 թիմով հիմա արդեն էլ ավելի հետաքրքիր տեսք է ստանում մրցաշարային իրողությունների տեսանկյունից, քանի որ 14-րդ տուրը, որը հանգստյան օրերին տեղի ունեցավ ու ավարտվեց, սկսել էր ավելի վաղ, ուրբաթ օրը, շատ հետաքրքիր տեղաշարժեր չէ, բայց հետաքրքիր փոփոխություններ արձանագրեց միավորների ու առաջատար տեղերի համար պայքարի տեսանկյունից։ Գիտեք, մենք մի քանի անգամ շեշտել ենք, որ առաջնությունում ինչ-որ զգացում է, չնայած բոլորն էլ բոլորի դեմ խաղում են, մակարդակները թիմերի ինչ-որ չափով հավասարվել է, բայց ստորին հնգյակի այդ ներկայացուցիչները մշտապես իրար միջև խաղերում ունենում են միավորների կորուստներ եւ նրանց ցանկում չկա այնպիսի մեկը, որը պարբերաբար կարողանում է ոտ գցել առաջատարների հետ, բայց միաժամանակ իր մոտ ստացվում է միավորներ պոկել հետնապահ ակումբներից։ Եվ ահա այս տուրը բացահայտեց նման մի թիմ, կարելի ասել, որ առաջատար հնգյակին մոտեցավ կամ միացավ, երկուսն էլ մյով է սկսվում նաև Չարենցավանի Վանը։ Նրանք արդեն որորդ անգամ վերջին վայրկյաններին իդեպ 11 մետրանոցով, որը դիպուկ իրացնում է Գյումրի Շիրակի լեգենդ, ինձ թվում է այս մրցաշրջանից հետո արդեն կարող է նաև դառնալ Վանի լեգենդ, վերջին ավելացված րոպեներին նա երկրորդ անգամ 3 միավոր է կորզում եւ 20 միավորից միանշանակ 6-ը նրա անվան են, Հրայր Մկոյանի։ Ես ստացվում է այնպես, որ սկսում եմ առաջնության 14-րդ տուրը վերջից եւ Վան ԲԿՄ հանդիպման մասին խոսքով մեկնարկեց 14-րդ տուրը, այս դեպքում ոչինչ տրամաբանությունը խախտում ենք, բայց ամեն դեպքում արժանի է հիշատակման, 3-2 հաշվով Վանը դժվարին հաղթանակ է տոնում եւ այլ ավելի պոկվում հենց անմիջական հարևան, ասեմ, լավ, մրցաշարային աղյուսակում նվազագույնը հարևան, բայց փաստացի նրանց արդեն այս իրականությունում բաժանում է 9 միավոր, նույն ԲԿՄ-ն հաջորդում է Վանին 7-րդ տեղում է, արդարության համար պետք է նշել, որ բանակայինները նաեւ մեկ հանդիպում ավելի քիչ են անցկացրել, դա խաղեր, որը նախատեսված էր անցկացնել
դերևս առաջության մեկնարկում առաջին տուրերի ընթացքում եւ եվրագավաթային խաղերով պայմանավորված ԲԿՄ-ն, ահա եւ այդ հանդիպումը անգամ եթե անցկացնի, նրա հնարավոր հաջողության հաղթանակի դեպքում միավորների քանակը կհասնեն միայն 14-ի, 6 միավոր տարբերություն Վանից։ Վանը արդեն 20 միավոր ունի եւ նույն օրինակ 4-րդ եւ 5-րդ հորիզոնականներից նրան հիմա արդեն բաժանում են 3 եւ 2-ական միավոր։ Պետք է ընդգծել նաեւ այդ հիմնական հանդիպումները, որոնք որ բաց են թողել, հենց Նոան Արարատ Արմենիան են եղել, դրանցից մեկը շուտով տեղի կունենա այդ հետազգված հանդիպումներից, շատ սպասված դիմակայությունում Փյունիկը սեփական արկիտակ կընդունի Արարատ Արմենիային եւ այդ կերպ Արարատ Արմենիան իր երկրորդ հետազգված հանդիպումը կանցկացնի, կհավասարվի մյուս ակումբներին։ Այդ հանդիպումը նախատեսված է ամսի 25-ին, բայց մինչև հետազգված հանդիպումների մասին խոսելը, իհարկե պետք է 14-րդ տուրը ամբողջական տեսքի բերենք, մի լավ ամփոփենք եւ այստեղ Արարատյան դերբիով են սկսեց տուրը ուրբաթ օրը Հանրապետական ստադիոնը հյուրընկալեց Արարատին եւ Արարատ Արմենիային։ Այս մրցաշրջանի աշտանային հատվածը Արարատ Արմենիայի համար իհարկե շատ լավ է դասավորվում, եթե նայում ենք մրցաշարային աղյուսակում, նրանց տեղը կարծես թե արդեն դառնում է անքննելի, հաղթանակի հետևից նաև 4 ոչ ոքի, որը պետք է ընդունել, նրանք շարունակում են մնալ եվրոպական այն առաջնությունների շարքում, որի ներկայացուցիչներից որևէ մեկը դեռևս պարտություն չի կրել, անպարտելի են մինչև այս պահը, սակայն չես ասի, որ այդ հաղթանակները նրանց հեշտությամբ են տրվում, որևէ հանդիպում խոշոր հաշվով, ինչպես օրինակ մի քանի տուր առաջ Փյունիկն էր 5-1 հաշվով հաղթանակ տոնել, նման հաղթանակներ Արարատ Արմենիան չունի, բայց նրանց օգնում են բոլոր խաղացողները դաշտում գտնվող, թե պաշտպանության, կիսապաշտպանական գծի, պետք է ընդունել նաև հարձակման գծի ֆուտբոլիստներն են գործում, բայց նրանք եւս երկու ակումբ 23-ական գոլի հեղինակ են դարձել, այդ գոլերի մեծ մասը բաշխված է բոլոր մասնակից ֆուտբոլիստների միջև հիմնականում հավասարապես 3-ից ավել գնդակ ոչ մեկ իր ակտիվում չունի եւ այս խաղում էլ Արմեն Համբարձումյանը հետագայում նաեւ Հուգո Օլիվերան կարողացան 2 գնդակի առավելություն ապահովել եւ թվում էր թե Արարատ Արմենիայի համար սա կլինի առաջին խաղը, որտեղ որոշակի թեթևություն կզգան ֆուտբոլիստները եւ հեշտությամբ խաղը կհասցնեն 90-րդ րոպեին եւ մրցավարի կողմից ավելացած րոպեների ընթացքում էլ հանգիստ խաղը կբերեն մինչեւ եզրափակիչ սուլիչը, բանից պարզվեց, որ այդպես չի կարող լինել Արարատ Արմենիայի դեպքում եւ մեկ սխալը գլխիվայր շրջեց ամեն ինչ, նյարդային վերջին րոպեներ եւ Արարատը, որ կարողացել էր կրճատել աշխի տարբերությունը, վերջում չկարողացավ ճնշել ոչ ոքի հերթական կորզել, նրանք 3 միավոր ունեն, 3-ն էլ ոչ ոքիներով ձեռք բերած մեկական միավորներ են այստեղ, նրանք նորից պարտվողի կարգավիճակում էին։ Փաստացի սա 11-րդ պարտությունն էր Արարատի համար, մի ակումբ, որը նախորդ թեմայի հետ ուղիղ կապ ունի եւ իհարկե հաճելի չէ տեսնել լեգենդար Արարատին վերջին հորիզոնականում, որից սպոկվել է անգամ Գանձասարը եւ 9 միավորով նրանք 9-րդ տեղում են։ Հետաքրքիր է, որ այս տուրին էր բաժին հասել 2 դիմակայություն, որտեղ որ կային ակումբներ փաստացի առաջին հնգյակից։ Ստացվում է, որ Արարատ Արմենիան խաղում էր հետնապայի հետ, իսկ ահա մյուս 4 ակումբները իրար միջև էին խաղում եւ 2 խաղում էլ ոչ ոքի արդյունք գրանցվեց։ Ուրարտու Փյունիկ խաղում, Ուրարտուն տևական ժամանակ հաշվի մեջ արժևում էր, Փյունիկը կարողացավ այդուհանդերձ պատասխան գնդակ խփել եւ Ուրարտուի դաշտից հեռանալ 1 միավորով, Նոա Ալաշկերտ դիմակայությունն էլ հետաքրքիր պայքարում անցավ, այստեղ արդեն մրցավարների ներկայությունը իր մասին զգացնել տվեց, Ալաշկերտը որոշակի առավելություն, ոչ թե առավելություն ուներ, այլ գիտեք առաջին խաղակեսում թվում էր թե Ալաշկերտի պատկերացրած
թելադրած ֆուտբոլը ավելի տրամաբանական է եւ նրանք կարող է եւ մոտ են հաջողությանը, սակայն եղավ 11 մետրանոց, որը դիպուկ իրացրեց Գոր Մանվելյանը։ Նոան հաղթում էր, խաղի տրամաբանությունը փոխվեց, կարելի ասել որոշ տեղերում նաեւ հավասարվեց եւ եւս մեկ արդեն 11 մետրանոց արդեն հոգուտ Ալաշկերտի նման երրորդը նաև հետագայում եղավ Մոմոտուրեն չիրացրեց ավելի ճիշտ եւ անդրադարձից հետո արդեն դարպասապայից հետ եկած գնդակին հենց նա առաջինը արձագանքեց կարողացավ ոչ ոքի կորզել Վահե Գևորգյանի թիմի համար, մինչ այդ էլ արդեն Հովհաննես Համբարձումյանը 38-րդ րոպեին կարողացել էր առաջ մղել դժվարությամբ, բայց այդուհանդերձ Ալաշկերտը կարողացավ պոկել այդ մեկ միավորը ու եւս մեկ անգամ Ալաշկերտը Վահե Գևորգյանը նախկինում նախորդ մրցաշրջանում Վանը շարունակում են անհաղթահարելի մի տեսակ մրցակից դառնալ Նոայի համար լինի դա Ռուի Մոտայով թե առանց նրա Սանդրո Պերկովիչի գլխավորությամբ խորվատ թե պորտուգալացի Վահե Գևորգյանի համար այս դեպքում մեկ է իդեպ մրցավարի գործոնը այստեղ եւս մեկ անգամ պետք է քննարկվի, քանի որ հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Սանդրո Պերկովիչը թեմայից չեմ ուզում ասեմ շեղվելով, բայց փիլիսոփայական մի քիչ այլ աշխարհից հայոց ցեղասպանության հուշահամալիրի նրա այցելություն մասին նաև խոսք եղավ եւ սա հերվից եկավ թե խոսելով հայկական ֆուտբոլի խնդիրների մասին, մրցավարության մասին նաև քննարկում եղավ ամեն դեպքում մրցավարությունը այնպես չէ որ բոլոր երկրներում է լավ մեզ մոտ էլ իր հիմնական խնդիրները կան այն խնդիրը որը այս պահում մատնանշվում է դա երկար տևական դիտարկումներն են այն կրկնապատկերների որոնք որ խնդրահարույց իրավիճակներում պետք է վառի սենյակում դիտեն մրցավարները հետո արդեն իրենց մտաեզրահանգումները փոխանցեն դաշտում աշխատող մրցավարին կարճ ասած սա առաջին դեպքը չէ եւ մենք բոլորս էլ հասկանում ենք որ այն տեխնիկական հնարավորություններով որոնք որ կան հատկապես ես էլ որ այդ եթերում աշխատել եմ շատ հաճախ վիդեոյի որակը ուղղակիորեն չի համապատասխանում որևէ ստանդարտի գիտեք եւ ես ոչ թե ուզում եմ պաշտպանել մրցավարներին ոչ թե ուզում եմ այս ճամբարից այն ճամբար ինչ որ փոխանցել որ չէ կարելի ոչ եթե ամեն ինչ անում ենք այնպես որ պետք է ունենանք առաջնություն վառով պետք է նաև այդ տեխնիկական կոմպոնենտը ապահովենք եւ այդ մարդկանց գործը հեշտացնենք վերջի վերջո մրցավարությունը մեր ֆուտբոլի մասին վկայող այն լուրջ գործոններից մեկն է միշտ այն քննարկման առարկա է դառնում գիտեք տեղին ու անտեղին եւ այդտեղ չես կարող մեղադրել ոչ ֆուտբոլային համայնքի ներկայացուցիչներին, մարզիչներին, ֆուտբոլիստներին, ոչ էլ մրցավարներին, որովհետև այն գործիքը իսկ UEFA-ն ասում է, որ վառը դա գործիք է։ Այո, եկեք դիտարկենք այդ գործիքը։ Վառը գործիք է, բայց այն լավ է աշխատում, թե վատ է աշխատում։ Եկեք միշտ մենք տանք մրցավարներին աշխատող գործիք, ոչ թե կիսատ-պրատ գործիք, որտեղ միտեղ ճակ կա միտեղից հոսում է եւ մեր առաջնությունում ցավոք սրտի պետք է ընդգծել որ տեխնիկական տեսանկյունից այո վառը ունի խնդիրներ կան հանդիպումներ որտեղ որ պարզապես այն կիսով չափ է աշխատում տեղ-տեղ չի աշխատում եւ ծանոթվում են այդ մասին թիմերը բայց տրամաբանությունը ամբողջապես փոխվում է հասկանում եք այդ մասին նաեւ Վահե Գևորգյանը խոսեց հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում այդ մասին անդրադարձ ունեցել էր նաև Մանուել Տուլիպան Արարատ Արմենիայի գլխավոր մարզիչը նախորդ տուրերի հանդիպումներից հետո կարճ ասած ես գտնում եմ որ այժմ գետնի վրա հողի վրա ամենաէական խնդիրներից մեկը ոչ թե մրցավարությունն է այլ վառի ու այդ տեխնոլոգիան ապահովող գործոնների տեխնիկական հագեցվածությունը, որը պետք է լուծվի, մատուցվի ավելի լավ որակով եւ կարծում եմ այն ճնշումը, որը որ կա, այն դաթարները տևական, որը որ կան, որը եթերն է անգամ դժվարացնում, երբ հերոստալիքը ստիպված է 100 րոպե պլյուս
գնալ եթեր եւ խախտել իր ամբողջ եթերացանցը դա միանշանակ դժվարացնում է բոլորի աշխատանքի տրամաբանությունը, որտեղից նորմալ է, որ առաջանում է դժգոհության ամպ եւ կուտակվում մեր ֆուտբոլային համայնքի վրա, ֆուտբոլի ֆեդերացիայի վրա նաև։ Այդ տուրի մյուս հանդիպումից մենակ փաստացի չենք խոսել Շիրակ Գանձասար հանդիպման մասին, Շիրակը տևական ժամանակ է առանց հաղթանակների էր, նրանք շատ կարևոր 3 միավոր են կարողանում նվազագույն հաշվով սեփական հարկի տակ պոկել ուղղակիորեն Գանձասարից եւ նրանց իսկ շրջանցել ու այժմ արդեն 8-րդ հորիզոնականում են 15-րդ տուրը մենք քննարկենք արդեն հետագայում, պարզապես այս ընթացքում ես վերհիշեցնեմ, որ 15-րդ տուրով եզրափակվելու է առաջնությունը, իսկ դրանցից զատ պարզապես տեղի են ունենալու մի քանի հետաձգված հանդիպումներ, որոնցից մեկի մասին էլ արդեն խոսեցի նույն նախորդ մրցաշրջանում, որքան շատ էր Փյունիկ Արարատ Արմենիա, Արարատ Արմենիա Փյունիկ, Ուրարտու Արարատ Արմենիա դիմակայությունները, այս մրցաշրջանում այս մրցակիցները դեռևս իրար չեն հանդիպել, սա հետաձգված առաջին ու միակ հանդիպումն է կողմերի միջև, որը կարծում եմ նաև այդ առաջատար հնգյակի արդեն նաև ինչ որ չափով հարգենք Վանի արած աշխատանքը, վեցնյակ անվանենք այդ հավակնորդ, ոչ թե չեմպիոնական պայքարի հավակնորդ, այլ մրցանակային տեղերի հավակնորդ ակումբների թիվը դարձնենք 6-ը Ես այդպես եմ առաջարկում մեր գործընկերներին առհասարակ, քանի որ կրկնում եմ, ես Վանից այս մրցաշրջանում այդ փոփոխությունները ծավալ որ տեղի ունեցան, ես չէի կարծում, որ նրանք այսքան պատվով այդ ամենից դուրս կգան, իսկ հիմա փաստում ենք, որ նրանք ոչ միայն դուրս են եկել, այլ նաև բավական ակտիվ ու աշխուժ գործում են։ Ահա այսքանը։ Ունենք շատ հետաքրքիր առաջնություն, որին արժե հետևել, ցավոք սրտի, որոշ դեպքերում տեսնում ես բացարձակ դատարկ տրիբունաներ եւ առաջնության միայն կենտրոնական ու հետաքրքիր այդ առաջատար Քարյակի, Հնգյակի, Վեսնյակի դիրքերի ներկայացուցիչներ որոշ ակումբների միջև հանդիպումներն են, որ երկրպագուների տեսանկյունից բավական ներկայացուցչական են։ Իդեպ այդ թվում պետք է օրինակ արդարության համար առանձնացնել Ուրարտու Փյունիկը։ Այսքանը շարժվենք Հայաստանից արդեն Եվրոպա եւ խոսանք Անգլիայի առաջնության մասին ու մասնավորապես մի դիմակայության հյուսիս լոնդոնյան դերբիի մասին, Arsenal Tottenham։ Հյուսիս լոնդոնյան դերբին երևի պետք է այս մեկը անվանակոչվի Էբերեչի Էզեի անվան, նա իր անվան դիմաց գրանցեց հետրիկ եւ 4-1 հաշվով հաղթանակ ապահովեց Emirates-ում ընդդեմ իրենց հիմնական վաղեմի մրցակիցների հակառակորդի Tottenham Hotspur-ի։ Նրանք ամրապնդում են իրենց դիրքը առաջին հորիզոնականում, Միկել Արտետան շարունակում է ֆանտաստիկ գործ անել Arsenal-ի հետ միասին, 29 միավորով նրանք առաջին հորիզոնականում են։ Tottenham-ը, որը վատ չէր սկսել այս առաջնությունը, գիտեք, վերջին 3 տուրերի ընթացքում սկսեց կաղալ, առհասարակ վերջին 5 խաղերը ինչ որ սահուն նրանց մոտ չեն ընթանում, թերևս դա կարող է պայմանավորված լինել Եվրագավաթայինով, բայց նրանք փորձառու թիմ են, գիտեք, այնպես չէ, որ սա առաջին անգամ է, դժվարություն են ունեցան լոնդոնյան մեկ այլ ակումբի հետ, արդեն սեփական հարկի տակ պարտվեցին Չելսին, հետո էլ ավելի դժվար հանդիպում, շատ ավելի լուրջ խնդիրներ ունեցող Manchester United-ի հետ, մի կերպ նվաճված ոչ ոքի 2-2, հիմա էլ պարտություն։ Կարճ ասած, լավ մեկնարկից հետո ինչպես շատ է եղել վերջին 10-ամյակի ընթացքում Tottenham-ը շարունակում է կաղալ եւ հիմա արդեն աղյուսակի միջնամասում է, թվում է թե նա պայքարում է առաջին քարյակում տեղ գրավելու համար եւ հիմա հոպ տեսնում ենք նրան արդեն միջնամասում, իսկ նախորդ մրցաշրջանը առհասարակ մեզ սովորեցրեց, որ հնարավոր է անգամ նրան այդպիսի ֆանտաստիկ մեկնարկներից հետո կարող ենք տեսնել օրինակ Անջե Պոստեկոգլուի հորոքեր, դա նրան տեսնենք 17-րդ տեղում։ Arsenal-ի մասին առանձնահատուկ շատ չէի ցանկանա խոսել, որովհետև ես Tottenham-ի երկրպագու եմ, այս հյուսիս լոնդոնյան դիմակայությունում, բայց պետք է արդար գտնվել ու ասել, որ այս մրցաշրջանում նրանք առանձնահատուկ լավ տեսք ունեն եւ այս խաղում էլ
պետք է ընդունել, որ նրանք հիմնական թելադրողն էին, իսկ Տոտենհեմի գործը մեծ հաշվով մեկն էր, նրանք փորձում էին դիմադրել, դիմակայել մրցակցի ճնշմանը եւ իրենց շանսից օգտվեին շանսերը իհարկե ստացան Ռիշարլիսոնը կրճատեց հաշվի տարբերությունը 1-3 հոգուտ Արսենալի, բայց այն րոպեները, որը երկրորդ խաղակեսում ենթադրում էին, որ այ հիմա պետք է ճնշել, բեկել, երկրորդը խփել ու հետո արդեն նյարդային վերջաբան ապահովել, Էզեն այն մարդու անունով, որի անունով անվանակոչեցինք այս հանդիպումը, միանգամից ջարդ ու փշուր արեց այն ամեն ինչի մասին ես նվազագույնը փափագում էի ու շանս չունեցա տեսնելու։ Պետք է ընդունել, որ հաճելի տեսք ունի ամեն դեպքում Ֆրանկի Տոտենհեմը շատ լավ են խաղում, բայց Արտետայի Արսենալը էլ ավելի լավ է խաղում եւ հետաքրքիր կլինի այս մրցաշրջանում տեսնել նրանք երկու ճակատով այդուհանդերձ ինչպես կպայքարեն Չեմպիոնների լիգայում ավելի հեռուն կգնան, թե ոչ նախորդ մրցաշրջանում նրանք կանգնեցին Մադրիդի Ռեալի ճանապարհին, բայց նրանց ճանապարհն էլ կասեցնող եղավ դե առաջնությունն էլ իր հերթին նրանք հիմա առաջին հորիզոնականում են Չեմպիոնների լիգայում էլ շատ լավ են պատվով են հանդես գալիս դե ինչ Անգլիայի առաջնության մասին էլ սա սրանից զատ միայն Լիվերպուլի անհաջողությունների շարքի մասին կարելի է խոսալ, բայց դա էլ թողնենք այլ հանդիպման, այլ թողարկման համար, քանի որ դա էլ ավելի լուրջ քննության է արժանի, ես Արնե Սլոտին որպես մարզիչ օրինակ միայն դրականը կարող եմ ասել եւ ցավով եմ տանում, թե ինչ վիճակում է այսքան լուրջ հաջողություններ ունեցած Լիվերպուլը, որը վերջին տարիներին նաև ինչ որ կենսունակության, մեծ գերակումբի կենսունակության նշաններ մեզ ցույց տվեց, որ վերադառնում է կոպիտ ասած Մանչեսթեր Յունայթեդի տեղը, այն հեգեմոն Մանչեսթեր Յունայթեդը, որը կար 90-ականներին, 2000 թվականներին, մենք նրանց փոխարեն եկել ենք հետ այսում միայն վերնամասում եք տեսնելու, ինչ որ պարբերաբար խնդիրներ է ունենում։ Այդ մասին խոստանում եմ մեկ այլ թողարկման ժամանակ մանրամասն խոսենք, իսկ այս շաբաթվա համար առանձնացրել էինք այսքանը Եվ այս թողարկմանը իդեպ նաև կցելու եմ բոլոր այն հետաքրքիր նյութերը, որը ինձ կապել է, մեզ կապել է, իմ լրագրողական գործունեությունը կապել է Նիկիտա Սիմոնյանի անվան հետ, նրա իշատակը վառ կմնա բոլորի սրտերում, իսկ այս թողարկումն էլ ֆուտբոլային մի քանի րոպեները, որ ձեզ հետ անցկացրի, թող անվանակոչենք հենց նրա անվան։ Հաջողություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։